Նիկոլ Փաշինյանն եւ Իլհամ Ալիևը փորձում են համոզել մեզ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է։ Փաստերը սակայն վկայում են, որ մենք գործ ունենք Փաշինյանի հերթական մի մեծ խաբեության հետ։ Հակառակ Փաշինյանի անդադար միակողմանի զիջումների Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության նախաստորագրած պայմանագիրը։ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են Հայաստանի շրջապակումը, ինչը ըստ միջազգային իրավունքի համարվում է պատերազմական գործողություն։ Ադրբեջանը, ստանալով Տավուշյան 3 գյուղերը, հրաժարվում է շարունակել սահմանազատումը եւ չի պատրաստվում դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից։ Ադրբեջանը չի վերադարձնում մեր գերիներին, ապացուցելով, որ ըստ էության պատրաստ չէ հաշտության։ Թրիպ նախագիծը չի կարող ապահովել խաղաղություն, որովհետեւ նրա գլխավոր նպատակն է Ռուսաստանի դուրս բաղումը Հարավային Կովկասից եւ Իրանի մեկուսացումը։ Այն նաեւ անտեսում է Հնդկաստանի եւ Չինաստանի շահերը։ Այսպիսով, TRIP ծրագրի միակողմանի իրագործումը ստեղծում է աշխարհաքաղաքական լարվածություն, որն ամեն րոպե կարող է պայթեցնել խաղաղությունը։ Անցյալ ընտրություններին Փաշինյանը, եթե հիշում եք, ասում էր, որ այլևս մենք մուտք ենք գործում խաղաղության դարաշրջան։ Բայց մենք ունեցանք նոր պատերազմներ եւ աղետալի կորուստներ։ Հայ ազգային կոնգրեսը մերժում է Նիկոլ Փաշինյանի հերթական նախընտրական ստերը եւ առաջարկում 3+ BRICS ծրագիրը, որը կբավարարի եւ կներդաշնակեցնի շահագրգիռ բոլոր գերտերությունների տրանզիտային շահերը Հայաստանում եւ կբերի հարատև եւ կայուն խաղաղություն։ Մենք գիտենք ինչպես հաստատել ինքնիշխան խաղաղություն Հայաստանի համար։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։